Ծաղկազարդի սուրբ տոնակատարության կիրակին անմարդկային տառապանքի ու աներևակայելի մղձավանջի է վերածվել Ուկրաինայի Սումի քաղաքի բնակիչների համար։ Կիևի հաղորդմամբ Ռուսաստանի օդուժը 2 բալիստիկ հրթիռ է արձակել բնակավայրի կենտրոնի ուղղությամբ օրը ցերեկով, երբ մարդիկ եղել են փողոցներում, ավտոմեքենաներում և տրանսպորտում։ Վայրկյաններ անց Սումին վերածվել է արյունահեղությունների մարտադաշտի։ Խիտ փոշու ցրվելուց հետո տեսանելի է դարձել ողբերգության ամբողջ ծավալը, ամենուրեք ավերածություններ ու փողոցներում ընկած արյունաքամ մարդիկ։ Խնդրում եմ, փրկեք մորս, իմ մասին մի մտածեք։ Կիևի պնդմամբ սա այս տարվա ամենամահաբեր հարվածն էր Ուկրաինայի ուղղությամբ։ Ավերիչ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 3 տասնյակ մարդ, վիրավորվել 120-ը։ Տուժածների մեջ բազմաթիվ երեխաներ կան։ Ըստ ուկրաինական կողմի թիրախավորվել են բնակելի թաղամասեր, կան բազմաթիվ ավերածություններ, փլուզումներ, ահռելի վնաս է հասցվել շինություններին, ավտոմեքենաներին ու քաղաքացիական մյուս ենթակառուցվածքներին։ Տարբեր հատվածներում հրդեհներ են։ Անչափ հզոր հարված էր, ես հազիվ հասցրի մի կողմ նետվել ու եղավ պայթյունը, պատուհաններն ու դռները փշրվեցին, պոկվեցին։ Առաջին պայթյունին հետևել է նաև երկրորդը, որից հետո սարսափահար բնակիչները խուճապով նետվել են ռմբապաստարաններ։ Սարսափելի շոկից ուշքի գալուց հետո մարդիկ սկսել են օգնություն ցույց տալ տուժածներին։ Նրանց միացել են նաև փրկարարներն ու հրշեջները։ Բազմաթիվ քաղաքացիներ մնացել են փլատակներում և մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաներում։ Վիրավորները շատ են, կան ծանր ու միջին վնասվածքներ ստացած մարդիկ։ Զոհերն էլ շատ են, որովհետև նրանք շատ մոտ են եղել պայթյունին։ Կան մահացածներ, որոնք ընթացող ավտոբուսում են եղել։ Սա քաղաքի կենտրոնն է, որտեղ շատ են սրճարաններն ու խանութները։ Ուկրաինայի նախագահը խիստ դատապարտել է Սումիում տեղի ունեցածն ու պահանջել միջազգային կոշտ արձագանք, նշելով, որ սա տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմն արագ ավարտելու մղումների ֆոնին։ Тільки абсолютно відбита сволота може робити таке. Նման բան կարող էր անել միայն բացարձակապես խելագար սրիկան։ Այսօր բազմաթիվ երկրների ղեկավարներ, դիվանագետներ ու հասարակ քաղաքացիներ ցավակցություն են հայտնել Ուկրաինային։ Նաև քննադատել են Ռուսաստանին հարվածի համար։ Ռուսաստանը շարունակում է գրոհներ իրականացնել, ատելություն սփռել։ Միայն ճնշումներն ու վճռական քայլերը կարող են փոխել դա։ Նախքան Մոսկվայի հետ որևէ համաձայնության գալը Զելենսկին Թրամփին հրավիրել է Ուկրաինա տեսնելու մարդկանց, զինվորներին, երեխաներին, այցելելու հիվանդանոցներ ու եկեղեցիներ։ Մեկնաբանելով ռուսական հարվածը, Թրամփն այն անվանել է սարսափելի։ Կարծում եմ դա սարսափելի էր։ Ինձ ասացին, որ նրանք սխալ են թույլ տվել։ Ընդհանրապես ես մտածում եմ, որ ամբողջ պատերազմն է սարսափելի։ Ռազմական գործողություններ սկսելը իշխանության չարաշահում է։ Եթե ես լինեի նախագահ, Ուկրաինայում պատերազմ չէր լինի։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ իմ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու բազմաթիվ այլ երկրներ դատապարտել են հարձակումը։ Եվրոպացի առաջնորդները Ռուսաստանի հարձակումն անվանել են պատերազմական սարսափելի, բարբարոսական հանցանք, որը վկայում է հակամարտությունը դադարեցնելու Մոսկվայի ցանկության բացակայության մասին։ Մոսկվայի պաշտոնական արձագանքը եղավ հարձակումից 1 օր անց։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինվորականները Իսկանդերով հարված են հասցրել Սումիում ուկրաինական Սևերսկի հրամանատարական կազմի հանդիպման վայրին։ Գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինան շարունակում է բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան, խիտ բնակեցված քաղաքի կենտրոնում ռազմական անձնակազմի մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։